ասում էիք Խորեն Գրիգորյանը պաշտոնավարելու է, ինչու ազատվեց պաշտոնից։ Այդպիսի որոշում կայացրեցի։ Խոսակցություններ կան, թե նա մի քանի գրգործով անցնում է, որովհետև խոշոր այսպես չարաչաղումներ են եղել, դրանք համապատասխանում են իրականությանը։ Որքանով որ ես տեղյակ եմ, ոչ։ Պարոն Աբինյան, դուք ձեր հորդորին հետևեցիք այս ձյան օրերին, երբ որ ժամանակին ասում են, որ պետք է ծահերով Տարո Մարգարյանը իր աշխատակիցները դրան մաքրեն, մենք տեսանք բավական դժգոհություն կար քաղաքացիների կողմից, չէր հերիքում մեքենաներ, գուցե դուք ձեր տեղաբանները, վարպետերը այո, մենք գրացել ենք, այո, եւ մասնակցել ենք, կազմակերպման աշխատանքներին ենք մասնակցել, բայց այսպես ասեմ, Ժողովուրդ ջան, իրականում հիմնական ճանապարհները, երկրորդային ճանապարհները գրեթե միշտ այն ստանդարտներին համապատասխան, որոնցով պետք է ձեն մաքրումը իրականացվել է։ Մենք ունեցել ենք թերացում մայթերի հետ կապված, մենք ունեցել ենք խնդիրներ միջմակային տարածքների հետ կապված եւ մայթերի մասով հիմա շատ ակտիվ աշխատանք է գնում մասնավոր սեկտորի հետ, որովհետեւ մայթերի մի մեծ ծավալի պատասխանատվություն դրված է մասնավոր ընկերությունների վրա, որոնք որ իրականացնում են տարբեր գործունեություն, հենց այդ նույն, չգիտեմ, օֆիսները, կրպակները, որոնք որ ավականով որոշման պարտավորված են իրենց դիմացի հատվածը ձնմաքրման աշխատանքներն իրականացնել։ Հիմա քաղաքապետարանի որոշ վարչությունների աշխատակիցներ, որոշ բաժինների աշխատակիցներ այդ աշխատանքին են լծված, որպեսզի տնտեսվարողներին պարտադրեն, որպեսզի մայթերի աշխատանքները իրականացվի, բայց այսօր շատ ակտիվ նաև բակերում է իրականացվել աշխատանք, տեխնիկայի խնդիր չունենք, մենք մի քիչ ավելի այս համակարգը եւ բոլորի պատասխանատվությունը, ամեն մեկի պատասխանատվությունը իր մասով հստակ ֆիքսելու խնդիր ունենք, որովհետև ամեն մեկը թղթի վրա ունի պատասխանատվություն, քաղաքապետարանը իր պատասխանատվությունը իրականացնում է, բայց այն օրինակ որ մասնավորը պետք է իրականացնի, այն պատասխանատվությունը որ դրված է համատիրության վրա, դժվար է բացատրել մարդուն, որ այն ինչ որ համատիրությունը պետք է անի, այդտեղ քաղաքապետարանը մեղավոր չի։ Հետևաբար մենք ստիպված նաև պետք է այդ ամբողջական համակարգը աշխատացնենք։ Այսինքն եւ մասնավորներին եւ համատիրությունների եւ լուսներին պետք է աշխատացնենք եւ դա կանենք։ Եվ այդտեղ ես համաձայն եմ որ թերացել։ Բագրատ Աղաջանյանը դրա համար ազատվեց պաշտոնից։ Անկեղծ ասած, այս որոշումը ես ավելի շուտ էի կայացրել, ուղիղ այս դեպքերի հետ կապ չունի։